Ամեն դեպքում մենք մղում ունենք դեպի լավը տեսնելու, դեպի լուսավորը տեսնելու։ Ես մղում ունեմ Եռաբլուրի քաջերի երազանքը կյանքի կոչելու, հզոր համայնք ստեղծելու հիմքը դնելը։ ՔՊ-ի վերարտադրվելը հնարավոր համարում եք։ Եթե մի անգամ էլ վերաշնչավորեն պարտության սիմվոլներին իմ երկրում, այս երկիրը կվերանա։ Այս երկիրը այլևս չի լինի։ Բայց օրինակ Վաղարշապատում կառավարումը տապալելուց հետո նորից առաջադրվել են, ինչ շանսեր կունենան։ Դե գիտեք, հիմա Հայաստանում ամեն ինչը տապալել են, էլի առաջադրվում է, որովհետև տեսեք, եթե ԿՊ պարագլուխները հասկացել են, որ ամբողջ ծրագիրը տանուլ են տվել, նրանք հասկացել են, որ կեղծ օրակարգի մեջ են, որ իրենց խաբել է արևմուտքը, որ պատերազմը չպիտի լիներ, պատերազմն էլ եղավ, մարդը որ ինչ մարդը ասում եմ, գնաց հայտարարեց, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, հետո հայտարարեց մյուսը, որ Ադրբեջան է։ Գիտեք, ինձ գյուղական համայնքներում երբ պատտվում էի, մեկը այդպես շատ խիստ ԿՊ-ական, ու ԿՊ-ական չէ, նիկոլական։ Սա մոտեցավ միանգամից փրփրած։ Իմ հետ եկողները իսկապես զարմացան։ Իրար անծանոթ մարդը փրփրել է, որ ոնց Նիկոլը, sense բաները ասում, ասի դու որ Նիկոլի կողմնակիցն ես, այն որի համար Արցախը Հայաստան էր, թե նրա որի համար Ադրբեջան է։ Դու քո համար մի հատ էլ ճշտի, որի կողմնակիցն ես, այն որ ասում էր արագաչափերը հանեք, թե նա որ արագաչափերը ավելացնում է։ Այդ երկմությունը գնա գտի, որ Նիկոլի կողմից ես, որի այն որ թքում է Նիկոլ Փաշինյանի վրա, թե այն Փաշինյան Նիկոլի, որը թքում է Փաշինյան Նիկոլի վրա։ Այսինքն մի հատ այդ երկությունից դուրս գա։ Եթե չի կարող դուրս գա, եթե եկել է մոլորված մարդ, այդ ստի կայսրությունը կերտել են, այս ամբողջ ժողովրդի խաբել են, կոտորել են, հիմա էլ տանում են հերթական պատերազմների։ Այսօր ամբողջ ԿՊ-ն հիացմունք է ապրում, չէ, որ ասում է մենք Ադրբեջանով ծորեն ենք ներկրելու։ Այս ժողովուրդն էլ հիացել է, առ ասում են լսում եք, ավելի շատ ադրբեջանցիներն են ուրախացել, գիտեք, որ այդ խաբեությունն էլ աշխատեց, որ մենք հասկանում ենք շարունակության մեջ ինչեր կլինի։ Սրանք իհարկե չեն տիրապետում իրավիճակին, սրանց լուրջ չեն ընդունում աշխարհի որևէ հատվածում եւ իրենք մեղավոր չեն այլևս, որովհետեւ այս պարտվածներին վերաշնչավորել ենք մենք, ընտրողներս։ Մամուլը արդեն արձանագրում է, որ քաղաքացիական պայմանագիրը արդեն իսկ ընտրախախտումները իրականացրել, վարչական ռեսուրսներ են կիրառվել, ինչ է կարծում այս քարոզարշավը անհավասար պայմաններում չի ընթանում։ Գիտեք, անհավասարը դա այն իմաստով, որ վարչական ռեսուրս ունեն, անհավասար է, բայց դա բոլոր ժամանակներում էլ վարչական ռեսուրս ունեցողները օգտագործել են։ Ես չեմ եկել ինչ-որ բան սուտ ասելով, կեղծ ասելով արդարացնեմ որևէ մեկին։ Ես հա գիտեմ, որ այդ ռեսուրսները օգտագործում են, բայց ես գիտեմ, որ դրան զուգահեռ նաև անում են այո խախտումներ, ինչը չի կարա ԿՊ պարագլուխները չեն կարա չկատարեն։ Նրանց ոճը այդպեսին է։ Նրանք եթե հանգարց չստեն կոչնչանան։ Հիշում եք բանը այդ ինչ էր մեր ռուս անկախականը, որ հայտարարեց Սոլժենիցինը, երբ հայտարարեց ուզում եք այդ սուտը վերանա, մի մասնակցեք նրանց ժողովներին, մի դիտեք նրանց հեռուստահաղորդումները, մի կարդացեք նրանց թերթերը, նրանց ելույթները, մի լսեք եւ այդ սուտը կվերանա։ Լա թող դատարի հայազգը Նիկոլին լսելով եւ ճանաչի իրականությունը, տեսնի, որ սոված երեխաներ կան, որ սահմաններ կան անպաշտպան, որ այդ ամեն ինչը վնասված է, թող այս ամեն ինչը տեսնեն եւ հլա համեմատեն, այն ինչը որ իրենց լցնում է։ Ես գիտեք ափսոսում եմ նաեւ այն լրագրողներին, ովքեր պրոֆեսիոնալիզմ ունեն, բայց ծառայում են ներին, ովքեր տիրապետում են այդ վարպետությանը, կարող են իսկապես ազդեցություն ունենալ ուրեմն մասաների վրա, բայց ցավոք սրտի չարքապատկաններին են ծառայում։ Տեսեք մի քահանա, որը ինձ համար ինքնասպանված էր, մինչև դեռ կարգալույծ անել է, դա ինձ համար ինքնասպանվեց։ Եթե մեկը օցիալ վեհապարի դեմա դուրս գալիս, դա արդեն եթե հոգևորական է իհարկե, նա ինքնասպանված է, եւ այդ ինքնասպանվածը այսօր ՀԹԴ է տալիս հայ ժողովրդին, ասում է 10,000 կբերեմ ձեր վրա, արա ինքնասպանված դուխով տրյապկի փալած, դու ով ես որ մեր վրա մարդ բերես, եւ հլա հոխորտ ասել թե այսքան 1000 կբերեմ, այդքան 1000-ը տարկո հոգևոր հուղարկավորությանը այ կարկալույց եղած քահանա եւ հերիքա թույլ տանք որ այդ ամեն մի ողորմելի գոյանք դուրս գա ու մայրաթորի վրա հարցակումներ գործի։ Որ տարբեր համայնքներում տեղի են ունենում, կազմակերպում են ընտրություններ, ժողովուրդը ի վերջո իր ձայնը տալիս է իր
նախընտրած տեխնացուին եւ երբ ընտրվում է ընդդիմադիր, այդ համայնքը շատ կարճ ժամանակ անց մնում է առանց ղեկավար։ Այդ միացնում չեք կարծում, որ նույնը տեղի կունենա։ Իհարկե չեմ կարծում, նախ ասեմ, որ Հայաստանի իշխանություններ վաղուց չունի, այսինքն այստեղ սպասավորներն են նոտարի շահերի, սրանք եկել են, տիրացել են, ստով, կեղծիքով, խաբեությամբ, կերտել են այդ ստի կայսրությունը, ովքեր են դրանք, հələ մի հատ հատիկ նայեք, այն թքող լակոտը, որը չգիտես որտեղ չէ, ազգային ժողովա ղեկավարում, սա ենք մենք արժան, մենք դրան ենք արժանի։ Մեր երեխեքը, որ այս հայրենիքը գնացին հզորացնելու, պահպանելու ազգ հայրենիք, արժանապատիվ ապրելու համար, ոչ թե նրա համար, որ այն քոսոտ սողունները, մորտապաշտ գոյանքները գան եւ հերթական անգամ խաբեությամբ, ստով, կեղծիքով տիրանան այդ աթոռներին եւ վերջնականապես կործանեն իմ երկիրը, այն երկիրը, որը էլի եմ ասում, իմ զավակի երազանքների կարոտի սիրո երկիրն է, եւ այս երկիրը այս քաղաքից սկսած պետք է կարողանամ վերաշնչավորել։ Ես պետք է կարողանամ տեսնել այն չքնաղ երկիրը, որը ես ժառանգություն եմ ստացել իմ ծնողներից, իմ պապ ու տատերից, եւ ես պետք է կարողանամ դա իմ սերունդներին փոխանցել։ Հայ մարդը պետք է հասկանա, որ ինքը ուժ ունի այս մոլորակի վրա արժանապատիվ կերպով ապրելու, ինքնիշխան ապրելու, հզոր ապրելու եւ ոչ թե նրա առաջ սողալով ընդամենը գոյությունը քարշ տալու իրավունքը վաստակի։